Սիրելի հայրենակիցներ, նորմալ է ձայնը։ Ձայն ունենք, սկսենք։ Ձայնը նորմալ է։ Լավ։ Սիրելի հայրենակիցներ, ես բնականաբար չեմ կարող ոչ ես, ոչ մեր թիմը, ոչ որևէ մեկը, որը որ հայրենասեր իր պետությունը սիրող մարդ է, լուր մնալ այսօր տեղի ունեցող իրավիճակի առումով։ Նաև ուզում եմ ասել, որ ոչ միայն այս պարագայում զուտ պետք է եկեղեցին պաշտպանել, այլ նաև ես ինքս անձամբ շատ լավ ճանաչում եմ Սամվել Կարապետյանին, Կարեն Կարապետյանին, դեռևս պատգամավոր եղած տարիներին, նրանց ընտանիքի անդամներին շատ լավ ճանաչում եմ եւ գիտեմ, որ հենց այս պահին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենում քաղաքական հետապնդում, որն ուղղված է Սամվել Կարապետյանի դեմ։ Պատմությունը ինչից է սկսվել։ Դուք գիտեք, որ Սամվել Կարապետյանը ազգային բարերար է, նա մեծագույն բարերար կարող ենք ասել նրան, ինչու որովհետև երկար տարիներ թե Հայաստան համայնքական հիմնադրամին, թե Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, քաղաքներում, Արցախում բազմաթիվ բարեգործություններ է կատարել եւ գիտենք, որ Սամվել Կարապետյանին նաեւ շատ մեծ հաճույքով ուզում էր հետապնդել Իլհամ Ալիևը, նաեւ սա էլ գիտենք, սա էլ է հայտնի փաստ։ Եվ այսօր ինչա տեղի ունեցել, գիտեք, մեծ արշավը սկսվել եկեղեցու դեմ, հայրաքելական Սուրբ եկեղեցու, եւ այս արշավի հետ կապված մենք բազմիցս արձագանքել ենք։ Խոսել ենք, դատապարտել ենք եկեղեցու հետ կապված, որ դատապարտելի է հայաստանյաց արաքելական Սուրբ եկեղեցին, Հայաստանի հայ ժողովրդի ամենամեծ լոբիստական կառույցը կարելի է համարել, լոբիստական ամենամեծ ցանցը ունի եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի շարից է բխում, որ վարկաբեկվի այս կառույցը։ Պարզավեապար հայրապետին, կաթողիկոսին չեն կարող հանել, չեն կարող փոխել։ Եվ ես չեմ մտնում որևէ մարդու, որևէ անձի անձնական կյանքի տիրույթ, կապ չունի դա կաթողիկոսնա, որևէ սրբազանա, դրա մասին չի խոսքը գնում։ Այս արշավը միտված է ամենամեծ հայկական կազմակերպությանը ոչնչացնելուն եւ եթե չստացվի գոնե կվարկաբեկեն կթուլացնեն։ Այսինքն պրոգրամա մաքսիմումը ոչնչացնել, պրոգրամա մինիմումը, հա, որ ծրագիրի նվազագույնն է, որ գոնե թուլացնեն այս կառույցը։ Սա ուզում է Ալիևը, սա ուզում է Էրդողանը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում անում է այն, ինչ որ իրանք ուզում են հենց այս հարցով։ Հիմա ինչա տեղի ունեցել այսօր առավոտյան։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը, Տաշիր ընկերությունների խմբի նախագահը, որը Հայաստանում ունի հազարավոր աշխատատեղեր է ստեղծել եւ շարունակում է ստեղծել, ասել է, որ եկեղեցու դեմ էս արշավը, այսինքն դատապարտել է, լավ, դատապարտող հայտարարություն է արել դրա հետ կապված։ Անմիջապես դրանից հետո մինչև այս պահը նրա տան մոտ կուտակված են մարդիկ, ուզում եի հասկանամ մինչև այս պահն ինչա կատարվում, բոլորին զանգում եմ, ուզում եմ հասկանամ, փորձեմ տանը փակված մի խումբ մարդիկ են բերման ենթարկվել, մեկ լուր տվեցին, որ նա ձերբակալված է, մեկ լուր տվեցին, որ չէ կձերբակալվի, մեկ ասեցին ընթացքի մեջ, հա տունն են խուզարկում, այնտեղից մեքենաներ են տանում, ինչ որ տուգանային հրապարակ, բարձա չէ՞ որ այդտեղ տուգանային հրապարակ տանելու մեքենա չկա։ Սա մանկական մի հատ մանկամիտ բան էր։ Բայց ի՞նչն է այստեղ կարևոր հանգամանքը։ Եվ երբ որ Փաշինյանը, հիմա Փաշինյանի պատն եմ կարդում Facebook-ին, ասում է, սա ձեզ համար Կալուգայի Նիժնի տապրի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, հույս ունեմ պետության համը բերաններդ կմնա։ Հիմա ես ուզում եմ ասել, որ պետության համը մնացել է հենց իր բերանը։ Ինչու՞։ Որովհետև ինքը պետական ինստիտուտները օգտագործում է իրեն քննադատած մարդկանց դեմ, ապօրինի։ Հիմա ոստիկանությունը կլինի, ԴԱԱԾ-ն կլինի, քննչական կոմիտեն կլինի, հակակոռուպցիոն կոմիտեն կլինի, բոլորը պետք է իմանան, որ իրենց գործողությունները ապօրինի են։ Իրենց գործողությունները ուղղորդված են քաղաքական իշխանության կողմից։ Իրենք ինչ որ բան գտնեն, գնան, իրենք իրանցով մարդ կալանավորեն, իրենք իրանցով մարդ ձերբակալեն, իրենք իրանցով տուն խուզարկեն։ Ես կասեմ, հա։ Բայց նայեք, վարչապետը հայտարարում է ու շարունակում է հայտարարությունները։ Այդ նույն պահին ազգային ժողովում գնում են ազգային ժողովի Իմ քայլը խմբակցությունը, ասում եմ իմ քայլը, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը սկսում է հայտարարություններ անել։ Օթերդ կփակենք, հեծը կազգայնացնենք, չգիտեմ ինչ, այսինքն իրենք իրենց դեմ ցուցմունք են տալիս հենց այս պահին, նաև վարչապետը ինքն իր դեմ ցուցմունք է տալիս հիմա անդադար, որ սա ես քաղաքական հրահանգ եմ իջացրել եւ ես պատժում եմ։ Վերջին հայտարարությունը հեսա։ Ասում եմ մենք մեր ձևով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ ստահակ ավելի ճիշտ ձեզ։
այս սահմանադրությունը վարչապետին տալիս հնարավորություն, որ բոլոր իրեն ենթակա մարմիններին ինքը հրահանգներ տա։ Այսինքն այս սահմանադրությամբ ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է, ԱԱՑ-ն վարչապետին ենթակա մարմին է։ Այս սահմանադրությունը գրող դևերը, այս պետականության տակ նենց ռումբ են դրել, որ հիմա Նիկոլ Փաշինյանը սա օգտագործում է։ Եվ իրեն ենթակա մարմիններին ապօրինի հրահանգներ է տալիս, այս ենթակա մարմինները ապօրինի հրահանգները կատարում են։ Այդ մարդիկ պետք է իմանան, որ այս հրահանգները, որ իրենք կատարում են, սրանք քաղաքական են, սրանք իրավունքի, օրենսդրության, սահմանադրության հետ որևէ կապ չունեն։ Եվ այս պարագայում ինչ է տեղի ունեցել, պետության համը մնացել է իշխանության բերանում, պետական լծակները սկսել է օգտագործել իր անձին ուղղված քննադատողների հետևից ընկնելով, իր քաղաքականությունը վարելու, իր քաղաքականությունը քննադատող անձանց հետևից ընկնելով, բայց ընդհանուր մեծ գլոբալ հարցը ի՞նչն է։ Գլոբալ հարցը հետևյալն է, որ Իլհամ Ալիևն ու Էրդողանը ուզում են, որ սա տեղի ունենա։ Իլհամ Ալիևն ու Էրդողանը այս երկում ունեն թշնամի, այդ թշնամին որն է, հայ առաքելական եկեղեցին է։ Հարձակվել են եկեղեցու վրա։ Եկեղեցուն պաշտպանող մարդիկ կան, հա, եկեղեցուն պաշտպանող մարդկանց վրա են հարձակվել։ Էս է տեղի ունեցող, ժողովուրդ ջան։ Կամ ասենք քեզ ով է թույլ տվել, որ դու որևէ պետության, որևէ քաղաք նման իրոնիայով օգտագործես։ Որևէ պաշտոնատար անց հարևան որևէ երկրից, եթե մի հայ նման ձևով վարվի, ասի սա ձեր համար ձեր Վանաձորը չի, սա ձեր համար ձեր ասենք Էջմիածինը չի, սա ձեր համար ձեր Երևանը չի։ Պետության ղեկավարի մասին է խոսքը։ Գործադիր իշխանության ղեկավարը որևէ երկրի մի հայի նման բան ասի։ Դա գեղեցիկ բան է։ Հիմա ինքը ասում է մի հայի, բայց Ռուսաստանին է ասում, որովհետև Ռուսաստանի քաղաքների անուններ է տալիս այդ բանով, այդ հեգնանքով, բանով, չգիտեմ ինչով։ Այսինքն ինչ է դուրս գալիս, որ բան է էլի, այսինքն ինչ է դուրս գալիս, որ այս քաղաքական հետապնդումը նաև շատ բան է, անկազմակերպ քաղաքական հետապնդում է։ Այս քաղաքական հետապնդումը էմոցիաների տակ ընկած քաղաքական հետապնդում է, եւ այդ էմոցիաների տակ այն մարդիկ, ովքեր հիմա գնացել տուն են խուզարկում, այն մարդիկ, ովքեր գնացել փորձում են ձերբակալման արձանագրություն կազմեն, չգիտեմ ինչ կլինի, ընդհանրապես բացարձակ չգիտեն գործը ինչի մասին է։ Հա դուք կարաք ասենք բանը, ձեր ձերքի տակ եղած մարմինները օգտագործեք, չգիտեմ, Հայաստանի էլեկտրական ցանցերի դեմ, չգիտեմ, կաբելի գործարանի դեմ, չգիտեմ, հազար ու մի աշխատատեղ կա այս երկրում ստեղծված տաշիր ընկերությունների խմբի կողմից։ Հազարավոր աշխատատեղեր կա։ Կսա ինչ մեխանիզմ ունեք, կարաք դուք գործի դնեք, կիրառեք, բայց դա ասենք մտածում եք դրա մասին, դրա հետևանքների մասին դուք մտածում եք։ Դուք մտածում եք, որ այդ ամեն ինչը ապօրինի է։ Դուք մտածում եք, որ դուք կատարում եք Ալիևի եւ Էրդողանի ցանկությունները։ Դուք այդքանը մտածում եք, թե չէ։ Սա ինչ պահվածք է։ Եվ ուզում եմ ասել հետևյալ, որ Հայաստանի Հանրապետությունում գործադիր իշխանության ղեկավարը չի կարա իրան դնի Կադաֆիի տեղը։ Դու Կադաֆին չես, դու չես դառնա Կադաֆի։ Եվ ոնց են դիկտատոր դառնում։ Սենց քայլերով, սենց քիչ դառնում են դիկտատոր։ Ուր են նախկին բոլոր ոստիկանապետերը, ուր են հենց հիմա նախկին բոլոր ոստիկանապետերը։ Կարա մեկը ասի։ Նայեք ուր են բոլոր նախկին ոստիկանության պետերը, ովքեր որ եղել են այս կառավարության հետ։ Ուր են։ Եվ բոլորը պետք է իմանան, այսօրվա ոստիկանապետն է պետք է իմանա, որ նույն ճակատագիրը իրան է սպասվում։ Այն մյուսներն է պետք է իմանան, բոլորն է պետք է իմանան, որ այն ինչ որ անում եք, օրենքի սահմաններում արեք։ Չափ կա, ձև կա, հարգանք կա, կարգ կա, չգիտեմ ինչ կա։ Լավ ասենք բանը, ինչ ա արել էլի, ասենք Սամվել Կարապետյանն ինչ ա արել։ Հա, ինչ ա արել են հետապնդում Սամվել Կարապետյանին, մեկ օր ասնի, ինչի համար են հետապնդում։ Հա, եկեղեցին ա պաշտպանել։ Եկեղեցին ա պաշտպանել։ Ինչ եկեղեցի։ Հայ ժողովրդի 1700-ամյա եկեղեցին պաշտպանել է։ Դրա համար հենց անմիջապես դրանից հետո հարձակվում են իր վրա։ Մեծ մարդիկ եք, դուք ամոթ չունեք, աբուր չունեք։ Լավ ինչ եք մտածում։ Իսկ մարդիկ գրում են, բա Նիկոլը Վաբանկ է գնում, բա հա հասկացանք։ Նիկոլը Վաբանկ է գնում։ Բա լավ է ժողովուրդ ինչ է մտածում, մարդիկ ինչ են մտածում։ Եվ մեռանք խոսալով, բացատրելով, բան անելով։ Ժողովուրդ ջան, այս դեպքը ամենախիստ ձևով ես դատապարտում եմ։ Թե իմ, թե մեր թիմի, մեր կուսակցության, բոլորիս անունից, որպես լոռեցի մարդ եմ նաև ասում, ճանաչելով Կարապետյանների ընտանիքին, գիտեմ ում մասին եմ խոսում, ինչի մասին եմ խոսում, ոչ մի բան չեն կարողանալու անել, եւ եթե տեսեք 50,000 մարդ կամ 100,000 մարդ էր հարգում Սամվել Կարապետյանին, այսօր Նիկոլ Փաշինյանի գործողությունների արդյունքում Սամվել Կարապետյանին հարգելու է 500,000 մարդ, կամ եթե 500,000 էր հարգում, հարգելու է 1 միլիոն մարդ, եւ այդպես շարունակ։
Եվ եթե ինչ-որ բազա, որը աջակցում է Նիկոլ Փաշինյանին, հա, քաղաքական բազա, ընտրական, էլեկտորալ ինչ-որ բազա իրան աջակցում է, այդ բազան բնականաբար այս գործողությունների արդյունքում նվազելու է, որ նվազելու է, նա իր իշխանության աղբյուր ում է համարում, եթե ոչ մեր ժողովրդին, ում է ուզում համարի, եթե ոչ մեր ժողովրդին, ումով է ուզում իշխանությունը պահի, ասում պետության համը բերանները մտք կմնա, պետության համով դուք եք զբաղվում, դուք եք պետության հաշվին ապրում, ում եք ասում պետության համը ձեր բերանում կմնա, դուք եք պետության հաշվին պարզվում է վարչապետի աշխատակազմի ֆինանսավորմամբ իրականացնում եք կրթվել է նորաձև է արշավը, քաղաքացիական պայմանագիրը քանի միլիոն դրամ է ստանում պետական բյուջեից որպես խորհրդարանական ուժ, այդ քիչ եք ձեր փողերից ծախսեն որ, ինչի մարեք պետական փողը ծախսեն, ինչի մարեք պետական փողը ձեր քաղաքացիարշավի համար ծախսեն, հիմա դուք թալանչի եք, թե թալանչի չեք, կարաք պատասխանեք այդ հարցին, այդ փողերը ՔՊ-ի բյուջեից, որ պետությունը փոխանցել է ՔՊ-ին, փոխանցեք հետ վարչապետի աշխատակազմ, ապօրինի եք ծախսում այդ փողերը, իմացեք, ու այս օրերին, որ հիմա բան են անում, բայի փր թալանը բան, հենց հիմի դուք թալանում եք, հենց հիմի դուք թալանում եք, եւ ես ասում եմ, կրթվել է նորաձև արշավի մեջ կա իրական Հայաստանի կոնցեպտը, որը Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագիրն է 26 թվական, հիմա հարց, ձեր նախընտրական ծրագիրը, որ ինչ եք ձեր բյուջեից ֆինանսավորում, ԶԼՄ-ներն հարցում են, ասում պետական գաղտնիք է, ո՞նց է պետական գաղտնիք, որ ինչ եք պետական փողը տարել ձեր քմփեյնի, ձեր քաղաքացիարշավի համար ծախսում, հետո սրաններն եք ասում, եթե դուք թալանում եք, հետո թալանչիների ինչ եք ասելու Ասել եք մենք քիչ ենք թալանել դուք շատ, այն օրը տեսանք պարլամենտում ասեցինք, հերիք է էլի, նայում եմ ազգային ժողովի հայտարարությունները, բանը, օդերը կփակենք, հեծը բան կանենք, մեկը կանգնել է ասում Սամվել Կարապետյան վերենգի տեղ, դուք ախր լավ, այսօր իշխանություն եք վաղը չէ, արա չափ կա, ձև կա, բան կա, լավ, բայց իշխանությունից հետո ինչ եք դուք անելու, ձեզ փողոցներում ասել են, արա դու հիշում ես ինչ եք խոսում Դուք ու կալիբրը, ու ռազմախը, ու թափը, ու գլխի մեծությունը բանը ֆիքսել ես։ Թե մտածում եք պետության անունից եք խոսում։ Մենք ենք մեր սարերում բան կա լավ, ասում եմ դու ես պետությունը լավ ու վզին։ Այդ ասողներին նայում ես վիզ է չունեն, արա։ Վիզ։ Ասում եմ բանը, վեր ենք տեղները։ Forbes-ի ցուցակով հայ միլիարդատեր մարդուն, որ Հայաստանում չի հարստացել։ Հայաստանը չի թալանել։ Հայաստանից չի հարստացել։ Forbes-ի ցուցակով միլիարդատեր մարդուն, հայ միլիարդատեր, որը պետք է մեն հպարտանալ, բայց քանի որ անհաջողակ մարդիկ են, ցանկացած հաջողակ մարդուն ատում են այս մարդիկ։ Ցանկացած հաջողություն ունեցող մարդուն իրանք ատում են։ Էս է իրանց պահվածքը։ Forbes-ի ցուցակով միլիարդատեր մարդուն ասում են վերենգի տեղը, հա, էս է։ Այդ մարդիկ ենքան մակարդակով մարդիկ են, այդ մակարդակում ոչ ձեզ կպատասխանեն, ոչ է։ Բայց դուք եք ուսամաչելու։ Դուք եք ուս փողոց չեք դուրս գալու։ Սա ինչ պահվածք է, սա ինչ ձև է, ձեզ հավաքեք, ես ում տեղն եք ձեզ դրել, Կադաֆին, որ Կադաֆիներ, Կադաֆին տեսակ ինչ արեցին, դուք ով եք, դուք Կադաֆի փոշինը չեք արարնեք, այդ ում տեղն եք ձեզ դրել, ես տականքագույն սահմանադրությունը վերցրեք ձեռների տենց կիրառն եք օգտագործում եք, հետո էլի ապորինի եք օգտագործում, դատվելու եք ես ամեն ինչի համար, դատվելու եք ես ամեն ինչի համար, Հիմա ես ասեմ սոուսը, ժողովուրդ բան, վարչապետի մամուլի խոսնակը պարապասմա, ծայրագավառ, բան, տո ինչ ծայրագավառ, տո ծայրագավառը դուք եք, ձեզանից լավ ծայրագավառ, սաղը ծայրագավառ եք էլի, ասմա ծայրագավառ են ուզում սարքեն, Կարապետյան Սամվելն եք էլա, բան, ասեք, որ ձեզ բան, աշխարհաքաղաքական կենտրոններից բան, տաշիրից մարդիկ գնացել հասել են դարը միլիարդատեր, հարցակվել եք այդ մարդկանց վրա, որ ինչ անեք Շատ ունեք հայ միլիարդատերեր, որ Հայաստանում գալի գնում են, շատ ունեք, շատ ունեք հայ հաջողակ մարդ, որ ես երկիր ոդա դնում, մի հատ Հենրիկ Մխիթարյան ունեինք, թքեց գնաց, Լևոն Արոնյան ունեինք, թքեց գնաց, ում ունեք դուք էլի, ում ունեք, ում ուզում եք, ովքերով մնաք, լավ ովքերով եք ուզում մնաք, ես երկիր ում մարեք ուզում մնա, ամբողջ Էջմիածնի պատմական այդ ամբողջ շինությունների ես բացման ժամանակ падգամավորի կաթոլիկոսը հրավեր էր ուղարկել падգամավորներին գնացել տեսել եմ հիմա մեկը դրել այդ նկարն ասում է Կարապետյան Սամվելի նկարը այնտեղ կախած է հիվանդ եք դուք ցանկացած բարերար որ այդքան բարերարություն անում նկարը կախած է լինում եւ ինչ եկեք գնանք լորդերի պալատ նայեք քանի նկարա կախած
Եկեք գնանք բրիտանական Վեսմինիսթր, եկեք գնանք ամերիկյան նմանատիպ կառույցներ, այդ չտեսներ։ Հերիք չի, ինչ եք դուք ուզում։ Հիմա էլ բանը, ամսի 20-ին Թուրքիա այց կա։ Ամսի 20-ին Էրդողանը հրավիրել է Թուրքիային գնում բան։ Այն որում առաջ օրից ինֆորմացիան կա, իրանք հերքում են, հետո վերջում ասում են։ Արա այց կա, մարդավարի հայտարարեք, որ այց կա, հրավեր կա, պետք է գնա վարչապետը։ Ախր ոչ մի բանի մեջ չեք դուք կարող աշխատեք։ Դուք բացարձակապես եւ այս Իրանի վրա հարձակման ժամանակաշրջանը, այս երկրի առաջ այնպիսի ծանր մարտահրավերներ են, հենց հիմա ծառացած։ Որ ասենք 200,000 մարդ վազելով գա դեպի Սյունիք, մենք չգիտենք ինչ ենք անելու։ Ու նայեք երկրի վարչապետը քանի ստատուս է գրել Facebook։ Նայեք վարչապետը ինչով է զբաղված։ Այն մարդուն, որ թե պատերազմի ժամանակ, թե խաղաղության ժամանակ, այս պետության կողքին անգել այդ մարդու հետևից։ Խի որովհետև ինքը քննադատել է եկեղեցու դեմ արշավ։ Այն որում անվանական է չէ բան ասել։ Անվանական չի ասել Նիկոլ Փաշինյանը բան։ Այսինքն փաստորեն ասում է որ բանը ոնց է ասել Սամվել Կարապետյանը, մի խումբ մարդ, մի խմբակ, մի փոքր խմբակ եկեղեցու հետևից անգել, դուք ձեր վրա եք վերցրել, որ դուք եք այդ փոքր խմբակը, հա։ Կարեք ձեր վրա չվերցնեիք, կարեք ասեք այդ մեզ չի նկատի ունեցել, մենք փոքր խմբակ չենք, մենք չենք ընկել եկեղեցու հետևից։ Բա ասեիք, այս ամեն ինչով դուք կապացուցում եք, որ դուք եք փոքր խմբակը, որ ընկել է եկեղեցու հետևից։ Որևէ կրիտերիայով, որևէ ճշտով, քաղաքական, իրավական, չգիտեմ, բարոյական, մարդկային, ոչ մի ճշտով դուք ճիշտ չեք։ Ես դատապարտում եմ ձեր բոլոր գործողությունները։ Հենց հիմա Սամվել Կարապետյանի տանը տեղի ունեցող ամուսամբ ապօրինի է, ինչ ուզենաք գտնեք սարքեք, բնականաբար փլուզվելու է, քանդվելու է, ոչ մի բանի չեք հասնելու, ոչ մի բանի չեք հասնելու, եւ սա ավելի մեծ պայքար է, հայրաքելական սուրբ եկեղեցու դեմ էս կռիվը քանդվելու է ձեր գլխին ու քանդուքարապ եք լինելու։ Ինչ ուզում անեք, որ սրբազանին ուզում ասեք պորնկա բարոյա, այն մեկը չգիտեմ ինչա, ես իմ ինչա բան, չենք խորանալու դրա մեջ։ Ես պարզ այս հասկանում եմ, որ հիմա այսա տեսանյութ է մյուս անգամ տնելու իր պատի վրա, այն մյուս անգամ ուրիշ բան, մարդկանց անկողիններից դուրս չեն գալ իշխանությունները։ Այդ սա գիտենք, հա, չի փոխելու, կարծիքս չի փոխվելու այս ամեն ինչի վերաբերյալ։ Ինչ ուզում է ցույց տակ։ Ուզում է 65 հատ երեխա ունեցած լինեն։ Չի ազդելու ին վրա, որովհետև գիտեմ, որ process-ի չայելու է միայն Ադրբեջանը, process-ի չայելու է միայն Թուրքիան, process-ից դուրժվելու է միայն հայ ազգը, Հայաստանի Հանրապետությունը, մեր ազգային միակ պետությունը։ Այդ սաղ process-ից նրանք շահում են, մենք շահելու բան չունենք։ Ժողովուրդ, ձեզ խաբում են, որ բա երթում ատվեք կուսակրոնությունը, չգիտեմ, մի խաբվեք, ժողովուրդ։ Նայեք, ինչ տեղի ունեն, նայեք, ով է սրանից շահելու։ Էսա բանաձևը։ Զանից շահում է Ադրբեջանն ու Թուրքիան։ Այս պահին, որ Սամվել Կարապետյանին փորձում են վարկաբեկեն, փորձում են տերորի ենթարկեն, ահաբեկեն, քաղաքական հետապնդման ենթարկեն, դրանից միայն ուրախանում են Ադրբեջանում, որտեղ իրանք էլ են ուզում, որ դա տեղի ունենա, որտեղ իրանք էլ են ուզում, որ հայկական ամենամեծ խոշոր լոբիստ գործարանները, որ հայկական հարցեր են լոբինգ անում դրսում, այս պետության համար, այս պետության տնտեսության մեջ ներդրում են անում, այս պետությունը հարստացնում են իրանց ուրիշ տեղ հարստացած գումարով, Ադրբեջանը ուզում է այդ մարդիկ ոչնչանան։ Եվ այդ Ադրբեջանի ցանկությունը փաստորեն հենց հիմա իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Էսա իր արածը, ուրիշ բան չկա։ Ես տեղ բան տես իլյուզիաներ չունեմ, որ այսինքն ինչ կա մի հատ այսինքն բան կա, բան։ Ինքնիշխան է, բան, ինչ ինքն դուք եք ինքնիշխան։ Ինչ ինքնիշխան։ Դուք մեր ամոթն եք, դուք մեր խայտարակությունն եք։ Ու այսօրվա իշխանությունը արդեն մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, Հայաստանի Հանրապետության համար ազգային անվտանգության սպառնալիք է։ Ոչ թե պետք է ասենք սпасել 26 թվին ընտրություններով բան այս իշխանությանը փոխել, ամեն օր որ այս իշխանության, հա, ամեն օր, դա ազգային անվտանգության սպառնալիք է։ Ես դրանով համոզվել եմ, ես չեմ համոզվել դրանով մի օրում, դա process է եղել երկար որ ես համոզվել եմ, ես համոզվել եմ դրանով։ Այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է։ Ամեն ինչ փորձել եմ, ամեն ինչ։ Հիմա եկել եմ այդ եզրանկմանը, ինչ ուզում է բանը լսեք, ուզում է չլսեք, իմացեք աշխարհում ինչ տեղի է ունենում, այս իրավի դարձությունների ժամանակ մեզ պետք է ունենալ կոմպետենտ ազգային պետական շահերով առաջնորդվող իշխանություն։ Մենք չունենք։ Ես դա այդ արձանագրումը վերջնականապես արել եմ եւ հիմա այստեղ ամփոփիչ վերջնականապես ասում եմ։ Եվ այս ազգային անվտանգության սպառնալիք իշխանությունը ինչ մնացել է, այդ էլ քանդելու են ժողովուրդ։ Ինչ մնացել է, դա էլ են քանդելու։
Ինչ մնացել է դա էլ են քանդելու։ Դրա համար ոտքի կանգնեք, մի հանդուրժեք որևէ նման դեպք, բոլորով դատապարտեք ցանկացած դեպք, կապ չունի այսօր Սամվել Կարապետյանն է, վաղը մյուսը կլինի։ Դատապարտեք այս բոլոր դեպքերը, մի թողեք որ իշխանությունը իր ձեռքը մտցնի որևէ մեկի անձնական կյանք, որևէ մեկի գործարար տարածք, որևէ մեկի տարածք, որտեղ իր գործը չի, ինքը իր գործերը լավ չի անում, ինքը իր գործերով բացարձակապես չի զբաղվում։ Թույլ մի տվեք ժողովուրդ։ Լավ մնացեք, դեռևս այդտեղ նայում եմ որևէ լուրջ չկա, փաստորեն Սամվել Կարապետյանի տան մոտ դեռ մարդիկ հավաքված են, այնտեղ տան ներսում ինչ որ գործողություններ ա գնում, որից էլի որևէ մեկը չի հասկանում թե ինչ գործողություններ ա, ինչի համար ա գնում, վերջում ինչ են ասելու բան, հա, բայց հետևեք process-ներին, եթե կարիք լինի հավելյալ արձագանքելու, բնականաբար կարձագանքեմ, եւ ինչ ասեմ, ժողովուրդ ջան, մեզ ամրություն ա պետք, մեր ողնաշարը պինդ պահել ա պետք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Դա մնացեք եւ խնդրում եմ տարածեք այս տեսանյութը եւ նաեւ միացեք մեր ռեսուրսներին, որովհետեւ մեդիա ռեսուրսի խնդրեմ կա այս երկրում, լուրջ խնդրեմ կա։ Լավ մնացեք։